Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք։ Կարգալույծ անելու գործընթացը շարունակվում է, կաթողիկոսն ընդառաջ Գերագույն հոգևոր խորհրդի որոշման կարգալույծ է հռչակել Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, հիմք ընդունելով այն, որ նա վիճարկել է այդ պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, խոչընդոտելով թեմի բնականon գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Կարգալույծ եկեղեցականը այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Հարման Սարոյան Հավազանի անունով։ Հունվարի 10-ին կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից, որից հետո Սարոյանը հայց ներկայացրեց դատարան ընդդեմ հայաստանյան Սարաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բա ամենայն հաց կաթողիկոսի տնօրինությունը եւ որպես հետևանք վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը։ Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվեց հունվարի 15-ին, մակագրվեց դատավոր Էդգար Հովհաննիսյանին, վերջինս նաև բարձրագույն դատական խորհրդի անդամ է։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։ Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։ Մեծ զրույցում Գևորգ Սրբազանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարեց հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել է հայցի բավարարման միջոց, վերականգնելով իրեն իր պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ Հիշեցնեմ նաև ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի է ունենալու Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ին։ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդն է հայտարարություն տարածել, պահանջելով չեղարկել եպիսկոպոսատ ժողովն արտերկրում անցկացնելու որոշումը այն հիմնավորմամբ, որ այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել է 2017 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021-ին։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են ամենայն հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, որը հայ եկեղեցու նվիրապետության կենտրոնն է, ճանաչված եւ քրիստոնյա աշխարհի եւ հայ եկեղեցու նվիրապետական աթոռների կողմից։ Որպես մայր եկեղեցու հոգևոր կենտրոն այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունը ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսատ ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել եւ այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովը օտար երկիր տեղափոխելով հեղինակազրկելու Մայրաթոր Սուրբ Էջմիածինն ու վարկաբեկելու հայոց պետականությունը, ասում էին եպիսկոպոսները։ Իդեպ Մայրաթորը կաթողիկոսի դեմ վարչապետի արշավի մաս է համարում կառավարող քաղաքացիական պայմանագրի պատգամավորների օրենսդրական նոր նախաձեռնությունը, որի ընդունման դեպքում եկեղեցիները, վանքերը, մատուրները որևէ երրորդ անձի նվիրելու կամ վաճառելու համար պարտադիր կլինի կառավարության համաձայնությունը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքը անցած շաբաթ միայն իշխանական պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը տարակուսանքով է արձագանքել, թե ինչու է ընդհանրապես իշխանության ներսում այս գաղափարն առաջացել։ Չկա նման փաստ, որ հայ առաքելական եկեղեցին սրբավայր կամ որևէ հուշարձան նվիրաբերեց լինի կամ օտարած լինի։ Նույնիսկ նման քննարկում երբևէ չի եղել ու չի կարող լինել, որովհետև յուրաքանչյուր սրբավայր, յուրաքանչյուր եկեղեցի ունի մեկ նպատակ՝ ծառայելու ժողովրդի հոգևոր կարիքներին, ասել է Եսայի Քահանան։ Թագուհի Ղազարյանը մամուլի հրապարակումներն է վկայակոչել Կտրիչ Ներսիսյանը իր թոռներին, օրինակ եկեղեցու գույքից բնակարան է նվիրել, ինչը չի հերքվել։ Ընդ որում հոգևոր խորհրդի ներկայացուցիչներն են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքերն օտարվել են, նվիրվել, սեփականաշնորհվել իր
ընտանիքի անդամներին, կամ այն, որ մայրաթորը Սուրբ Գեղարդից է մասունք նվիրել ռուսական եկեղեցուն։ Սակայն իր հեղինակած օրենքը չի տարածվում մասունքների, եկեղեցուն պահվող սրբապատկերների, իրերի, առավելևս Էջմիածնին պատկանող բնակարանների վրա։ Եթե դրան գումարենք վերջին 8 ամիսների խոսույթը, որ գեներացվում է այս պահին կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն տեղափոխել մայրաթորի նստավայրը Ռուսաստանից կառավարել, որևէ կերպ չի բացառվում, որ ինքը կարող է տեղափոխվել նոր Նախիջևանի թեմ եւ նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել, նշել է Թագուհի Ղազարյանը։ Տեր Եսային ասում է, պատգամավորի պնդումը ընդհանրապես հիմնազուրկ ենթադրություն է, ամբողջովին անհեթեթություն են նման ձևակերպումները կամ նման եզրակացությունները։ Իդեպ հրապարակի տեղեկություններով Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ է նախապատրաստվում։ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում փողերի լվացման հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է Շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։ Նա նշել է, որ հրավիրվել է քննչական վկայի կարգավիճակում։ Ղազարյանը նշել է, քրեական գործը Շողակաթի հետ որևէ կապ չունի։ Ըստ տեղեկությունների, գործը վերաբերում է բնակարանին, որը մայրաթորը հատկացրել է Շողակաթի երկարամյա տնօրենին իր ֆոնդից։ Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Եվ այժմ զրուցելու եմ անկյունակար հրատարակչության հիմնադիր թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Գրիգորյան, նախ սկսենք հերթական կարգալույցությունից, այս անգամ եպիսկոպոս Մասյացոտ Անթեմի առաջնորդ ըստ դատարանի, ըստ կաթողիկոսի ոչ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Տարակուսելի է, օրինակ հիմնավորումների մեջ նշում են, որ ինչ որ պետական մարմինները միջամտում են եկեղեցու, այսինքն կարգալույց անելու հիմնավորման մեջ, պետական մարմինները միջամտում են եկեղեցու գործողություններին, չգիտեմ, իր հայցով դատարան դիմելու առիթ եւ պայման է ստեղծել, որպեսզի պատկան կառույցները միջամտեն եկեղեցու գործողություններին։ Այսինքն այս մարդիկ ոչ իրավունք ունեն, ոչ մի բան, որ ստրուկ են, հա, կաթողիկոսի ստրուկներն են։ Չեն կարող դատարան դիմել, իրենց իրավունքների համար հետամուտ լինել, անգամ եթե եպիսկոպոսը սխալ է, դատանը որոշել, որ չէ, գնա ավազանիտ գործերով զբաղվի։ Տեսեք ոնց է իրավիճակը։ Ասենք երկու մարդ բախում են ունենում, պատկերացնենք։ Առաջինը նախահարցակ է լինում, սկսում է հարվածներ բանանել, երկրորդը պաշտպանվում է։ Հիմա իրենք մոռանում են, որ իրենք առաջինն են մտել պետության գործերի մեջ, ասում են, բա ինչի է պետությունը պատասխանում, էս ինչ հարց, էս ինչ վիճակը, ոնց կարելի է պետությունը ինքն իրեն պաշտպանի, իր ժողովրդին պաշտպանի, որ իմիջիայլոց պետության առաջի պարտականությունն է, իր ժողովրդի շահերը պաշտպանելը։ Քանի որ խոսեցիք բաների մասին, այդ ունեցվածքի մասին, ես մի հատ հատված եմ ուզում բերել, երկու տող, ուղղակի որպեսզի պատկերացնենք, որ ինչ աստիճանի մենք զոմբիացված ենք եկեղեցու նախորդ գործողություններով։ Մեզ թվում է, որ եթե կաթողիկոսը կարողացել է ինչ որ մեթոդներով 2000 թվականին Ռոբերտ Քոչարյանի հետ ժամանակ կամ գուցե նրա օրհնությամբ կետ անցկացնել, որ կաթողիկոսը միակ տերն ու պատասխանատուն է եկեղեցական ողջ ունեցվածքի, մեզ թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հա էլի, այս ինչ բան է։ Այնինչ, տեսեք, մեր լավագույն եպիսկոպոսներից, հոգևորականներից մեկը Օրմանյանը, բոլորիս հայտնի, Հայոց եկեղեցին գրքում պարզ գրում է, որ հայերն իրենց հոգևորականությանը որպես եկեղեցու բացարձակ տեր եւ տիրական չեն դիտում։ Եկեղեցին իբրև հաստատություն, որքան եկեղեցու պաշտոնյաներին է, նույնքան էլ հավատացյալներին է պատկանում։ Սա մենք լրիվ մոռացել ենք։ Իրենք կարողացել են մոռացության տալ եւ մենք այսպես գտնվում ենք այդ իսկապես բանի վիճակում, ոնց որ կախարդված վիճակում, ոնց թե բայինան ինքը եւ նույն ձևով։ Հիմա անդրադառնանք եպիսկոպոսին, կարգալույց անելու հարցին։ Երբեք լսված չի, որ կաթողիկոսը ինչ որ չհնազանդվելու պատճառով վերցնի ու ասենք եպիսկոպոսին կարգալույց անի։
Եպիսկոպոսին կարգալույծ անել դա աբսուրդ է, նորից եմ ասում, բացի այն դեպքերից, որ կա պոռնկություն, շնություն, ողակալություն եւ այլն։ Դե եթե դեպքերը կային, պոռնկություն, շնություն, Արշակ Սրբազանը։ Արշակ Սրբազանը ինքը անձամբ արգելին Իսկ իրենք մոռանում են, որ իրենք առաջինն են արվածել եկեղեցու հեղինակությանը, հիմա պատասխան բաներին, ռեակցիաներին, այսպես ասած, շատ տհաճ են նայում։ Ինչու են այս մարդիկ իրենց զգում ամենակալ օրենքից դուրս, պետության մեջ պետություն, վերադաս բոլորի նկատմամբ, ժողովրդի եւ մեր պետությանը պատկանող գույքերի տեր ու տիրական։ Դա ճիշտ ասած բավական դուք հոգեբանական հարց եք տալիս ու մենք ճիշտ ասած մեզ պետք է նայենք ու նաեւ մեր ընկերներին, մեր հարազատներին, մեր մոտիկներին, մեր հայրենակիցներին։ Ես նայում եմ վերջերս Facebook-ում։ Մարդիկ շատ նորմալ են ընդունում, որ այդպես էլ պետք է լիներ։ Կաթողիկոսը ոչ մեկի առաջ պատասխանատու չի, ժողովրդի առաջ պատասխանատու չի։ Եվ դա մեծ քանակի, օրինակ ռուսահայերի կարծիքն է։ Էլ չեմ ասում, որ այստեղ էլ կա զանգված, որը այդ դիրքորոշումը այնպես է պաշտպանում, ոնց որ դա Քրիստոսից տրված մի պատվիրան լինի։ Այնինչ ինչպես տեսակ մեր եկեղեցին, կոնկրետ մեր եկեղեցին, ես ուրիշների մասին չեմ կարող ասել, մեր եկեղեցին մաքսիմալ ժողովրդավարական է։ Հետ չի երևում։ Իր բնույթով, իր կանոններով, իր կանոնադրությամբ, բայց այս 26 տարվա ընթացքում մի ամբողջ սերունդ է անցել, մի ամբողջ սերունդի այսպես երևացող կամ չերևացող ձևով սրսկվել է այդ կարծիքը, մանավանդ 150 կարգալուծություններին մենք բոլորս նայել ենք շատ հանգիստ։ Երբ ասացիք մեր եկեղեցին ժողովրդավարը, գիտեք ինչը հիշեցի, այսինքն այն պատկերը, որը մենք հիմա ունենք, հա։ Հիմա որ ունենք, դա ահավոր է։ Այդ համատեքստում ինչ հիշեցի, Ռոբերտ Քոչարյանի ընտրություններ, Սերժ Սարգսյանը նրա շտաբի ղեկավարն էր, հետընտրական ասուլիսում, երբ որ միջազգային կառույցները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, որակել հակաժողովրդավարական եւ այլն, Սերժ Սարգսյանը ասուլիսում հայտարարեց, որ արևմուտքի ժողովրդավարությունը դա մի ուրիշ բան է, մեր ժողովրդավարությունը դա բոլորովին ուրիշ բան է, հարմարեցված մեր մտածելակերպին, ներողություն բառի համար եւ Սերժ Սարգսյանը շատ էր ուզում ասել հարմարեցված մեր պանյատներին, բայց այնուամենայնիվ, այսինքն ոչինչ չի փոխվել, էլի, նույն բանները ինչ որ եկեղեցում է հիմա։ Հիմա ես որպես օրինակ կարող եմ բերել նաև երկու պատրիարքությունները, որ կան Պոլսի եւ Երուսաղեմի։ Երբևէ Գարեգինի կամ Կտրիչի մտքով կարող է անցնել այնտեղ որևէ եպիսկոպոսի կարգալույծ անել։ Նույնիսկ այդպիսի առիթ էլ կար, չէ՞, հիշում եք Աթեշյանը բավական ոչ հայամետ, նույնիսկ թրքամետ բաներ էր ասում, բայց իր մտքով էլ չանցավ, որ այդպիսի բան կարող է լինել, որտեվ այնտեղ դեռ մնացել է գոնե վարչական ինքնավարության համակարգը։ Ես զարմանում եմ, ոնց է ինքը իր ձեռքը բարձրանում բանը իր, այսինքն իր չէ, մյուս թեմերին համարել ուրիշ, այսինքն Պոլսի թեմերը մի սորտ են, մի տեսակ են, հայաստանյանները մի ուրիշ տեսակ, որտեղ ինքը բդեշխն է կամ չգիտեմ ինչն է։ Երուսաղեմի պատրիարքը ընդհանրապես քանի տարի է չի գալիս Էջմիածին, բայց ոչ մի բան այնտեղ տեղի չի ունենում։ Բայց տեսեք, նույն օրինակ այս բանի էլի գույքերի մասով, հա, որ ով ինչպես ոնց ուզում տնորինում, ինչ ուզում անում է Գեղարդից մասունք են նվիրում, գոնե խոսքներն էլ մեկ չեն, է անում։ Մեկ ասում է չենք նվիրել, մյուսը ասում է նվիրել ենք, այն մյուսը ասում է ծերից մի քիչ թրծրել ենք, այն մյուսը ասում է տվել ենք Սանկտ Պետերբուրգի նահանգապետին, այն մյուսը ասում է չէ, տվել ենք Ռուսիա առաջնորդին, հա, գոնե ստելուց մի բան ասեք, հա, որ տենց շատ པարզ չլինի, որ դուք ստում եք։
ու նաև այդ բնակարաններ, չգիտեմ, ֆինանսական միջոցներ ու հազար ու մի բան։ Այնուամենայնիվ տպավորություն է, որ այսպես օր-օրի նոր բաներ են ի հայտ գալիս, հա, որոնք գուցե եւ ակնհայտ է, որ կարող են իրավական process-ների համար հետաքրքիր լինել, հա։ Հետեւաբար ակնկալում ենք ինչ որ իրավական գործընթացներ դուք տեսնում եք դրա հնարավորությունը, դուք տեսնում եք այնպիսի իրավիճակ, որտեղ իրավապահ համակարգը անելիք ունի։ Հա, սա միայն զուտ, այսպես ասենք, ինչ որ հոգևոր եւ կրոնական հարց չէ, այլ նաեւ եթե մենք այստեղ ֆինանսատնտեսական եւ որ կապիտալի հարցերի մասին ենք բարձրաձայնում, հա, այստեղ արդեն հոգևորից եւ կրոնականից գալիս ենք դեպի իրավական հարթություն։ Դուք տեսնում եք, որ իրավապահ համակարգը աշխատելու տեղ ունի։ Սկզբունքորեն այո, ինչը ընկնում է իրավապահ համակարգ, այսինքն քրեական օրենսգրքի հոդվածների տակ, դա իրենց այսպես ասած ասպարեզն է, իրենք կարող են գործել։ Հենց նոր ասացիք փողերի լվացում, դա կլասիկ քրեական օրենսգրքի թեմա է։ Ես բնականաբար դրան շատ տեղյակ չեմ, այսինքն ոչ թվերը գիտեմ, ոչ շատ փաստեր գիտեմ, այնպես օթում պտտվող լուրերը, ինչպես դուք ասեցիք, չէ, ասենք նվիրել է բնակարաններ իր թորներին։ Հետո վաճառում են։ Հա, որտեղի բնակարանն է նվիրել, որ թորանն է նվիրել, չգիտեմ։ Բայց ուզում ասեմ, չեմ կասկածում, որ ճիշտ է, բայց նաև կոնկրետությունը չգիտեմ։ Այդ քրեականի մասով ինձ ավելի հետաքրքրական է եկեղեցական տեսակետ, այսօր ուզում եմ բան անել, բարձրաձայնել եւս մի կանոն, որը խախտված է, որը հետագայում անշուշտ պետք է քննության առնվի։ Այո, ասում է եպիսկոպոսը, տեսեք, չպետք է իր եղբորը կամ որդուն կամ այլ ազգականի շնորհի եպիսկոպոսության պատիվ։ Ինչպես ինքն է կամենում, քանզի արժան չէ իր եպիսկոպոսությանը ժառանգորդ դարձնել եւ Աստծուն պատկանող բանը շնորհել հանուն մարդկային սիրո։ Կաթողիկոսի հարազատները մինիմում եպիսկոպոս են։ Մի հատ եղբայր, մի հատ քրոջ որդի, մի հատ գյուղաց, երկու հատ գյուղացի, այսինքն 6 եպիսկոպոս մի գյուղից։ Ընդ որում սա, ես ասեմ, սա հայկական կանոն չի, հայերը վերցրել են այս կանոնագրքի մեջ, ընդհանրապես սա այն ժամանակներից է գալիս, մինչև 5-րդ դար 481 թվականը, երբ որ եկեղեցին դեռ բաժանված չէր, հայերը հաղորդակցվում էին հույների մոտ, հույները այստեղ, եւ ոչ մի տարբերություն չկար, եւ այդ 5 դարի ընթացքում, առաջին դարից, ասենք 4.5 դարի ընթացքում, ամբողջ եկեղեցական աշխարհը մտածել է, տեսել է այն բոլոր չարաշահումները, որ կան, այդ թվում էս մեկը։ Կարծում եք առաջ չի եղել այս բանը։ Եղել է։ Մարդիկ sense զարտուղի ճանապարհներով իրենց իշխանությունը ամրապնդելու կամ հանուն եղբոր որդու, քրոջ որդու սիրո ինքը նրան էլ է ձեռնադրել։ Եվ այս կանոնները բոլորը մտցվել են այն ժամանակ, որպես շատ այսպես արգելապատնեշ եւ այս կանոնների կոնկրետ այս խախտման համար նույնպես պետք է հեռացվի։ Բայնորոգման այդ խորհուրդը տեղից շարժվում է, ձեզ գնում է դեպի իր նախանշած նպատակները։ Շատ բան չգիտեմ, այն ինչ որ տեսնում եք, բոլորս տեսնում ենք, ցավոք այդ խորհրդի մեջ չեմ, կամ բարեբախտաբար չգիտեմ։ Կարող եք լինել, խորհուրդը բաց է։ Լավ, կմտածեմ։ Շնորհակալ եմ, որ ասեցիք, բայց դեռևս այդ ձգտումը չունեմ։ Ես հենց այս ելույթներով ինձ թվում է, որ ես նպաստում եմ ինֆորմացիայի տարածմանը, եւ որպեսզի սա նաեւ ծանոթ լինի մեր ժողովրդին։ Օրինակ, մենք շատ ենք ասում, չէ՞, Վազգեն առաջինը մեր իսկական կաթողիկոսն էր եւ այլն եւ այլն։ Լավ, որևէ մեկը հիշում է, որ այսպիսի բաներ արածել ինքը։
հարազատներին եպիսկոպոս դեռնադրել կամ չգիտեմ նրան ինչ որ բաներ նվիրել կամ պետության գործերին խառնվել եպիսկոպոս կարգալույծ անել ես մի անգամ մի մարդու եմ հիշում այն ժամանակներից թե երկու մարդ կար որոնց կարգալույծ է արել են էլ մեկը քահանա էր մյուսը վարդապետ եւ իրոք այդ վարդապետը լավ հիշում եմ որ պոռնկության համար էր կարգալույծ եղել ու իրեն չգիտեմ ինչքան տարի նշանակել էր ապաշխարության ժամանակ եւ ինքը գալիս եկեղեցում ծունկի էր իջնում բան սա է իսկական կարգը այսինքն եթե կաթողիկոսը որոշի որ ասենք տես ինչ եպիսկոպոսին ասի գնա ձոր ընկնի ու նա չգնա նշանակում է հնազանդ չի եղել ու կարող է կարգալույծ արվել սա ինչ Դե այսինքն լրիվ եպիսկոպոսական դասի սերժանտացում է գնում էլի Շատ լավ ուզում եմ ասել ինչ տեսել այն էլ սովորել են հետո հիշեցի որ միաժամանակ են այդ բարքերը ստեղծել քաղաքական ռեժիմը եկեղեցու ռեժիմը հա այսպես ասած մեկը մյուսին ուժեղացնելով դա զուտ այսպես ասենք հա Այսօր կարդում ես բանակի օրվա հա կապակցությամբ այս մարդկանց տեքստերը անծանոթ մեկը կարդա այսպես աչքերը կլցվի հա այս անսպար պետականասիրությունը հայրենասիրությունը իրանց դրած ամաքը էլ չգիտեմ Քոչյանի Սարգսյանի կաթողիկոսի ու էլ չգիտեմ ինչ էր հա այնուամենայնիվ սա զուտ այս մարդկանց կերպի բնույթի մասին է եղել այս ամեն ինչը, թե ստեղ կան նաև արտաքին գործոններ, հա, ես ուզում եմ հասկանամ մարդը բնույթով կարող է այդքան վավաշոտ եւ պետականության նկատմամբ թշնամանքով լցված լինել, թե մարդը ուղղակի այսպես հայտնվել է ինչ-ինչ հանգամանքների բերումով եւ ստիպված գուցե։ Գիտեք, օրինակ մի պատմություն կա հին հայրերից այդ կուզենայի այդ օրինակը բերել էլի մի անգամ ինչ որ մի սրբակյաց մարդ բան է լինում ճանապարհով գնալիս մի հատ կնոջ է հանդիպում որին պետք է որ ջրից անցկացներ անցկացնում է սիրուն բայց աչքը ընկնում է ինչ որ եւ գայթակղվում է կամած այդ գայթակղությունը առաջ է գնում հետո երեխա է ունենում հետո երեխային սպանում է, հետո կնոջն է սպանում, որ խայտարակություն չլինի, բայց ինքը դեռ սրբակյաց բանը, սրբակյաց է։ Բոլոր սուրբ են։ Հետո վերջը իր ամբողջ կյանքը վերջանում են, նո չի վերջանում, պատմությունն է վերջանում նրանով, որ ինքը դառնում է ինչ-որ մի քաղաքի դատախազ, ամենասարսափելի ու ամենադաժան դատախազը։ Այսինքն մարդու անկման ճանապարհը այդպես կամած մի հատ աչքը թեքվելուց մի հատ բայց ես բնականաբար չգիտեմ թե որ տեղում է կատարվել կոնկրետ եւ պետք էլ չի ինձ իմանալ դրանք դա իր յուրաքանչյուր մարդու պարտականությունն է որ ինքը հսկի իր վրա եւ գայթակղություններին չտրվի որն առաջ եղել ասենք պոռնկության մեղքը թե հետո փառամոլությունը թե հպարտությունը թե եւ այլը փողասիրությունը արդեն դժվար է բան չի փոխվում գումարելիներն են ամենը տեղափոխվում բայց իհարկե ասողներ կան ասենք վկաներ կան բազմաթիվ քահանաներ բաներ որը այնտեղ ներսից են եւ շատ մանրամասը ցույց են տալիս թե երբ ինչ է կատարվել բայց դե պատճառական կապը էլի դա մարդու սրտի ներքին բանն է էլի ինքը պետք է հայտնաբերի դա եւ դա գիտի Աստված մեկ էլ շատ շնորհակալ եմ ձեզ Զրուցակիցս Սանկյունակար հրատարակչության հիմնադիր թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանն էր ես Ժիրայր Ոսկանյանն եմ մնացեք առաջինի հետ